Գլուխ 9-րդ Թափառող հետաքրքրասեր միտքը։ Գոտեպնդեք ձեր մտքի մեջքը։ Պետրոսի առաջին թուղթ 1:13 խոսք King James թարգմանությունից։ Նախորդ գլխում մենք պնդում էինք, որ մտքերով ծանրաբեռնված ուղեղը չի կարող լինել նորմալ վիճակում։ Նմանապես ուղեղի համար նորմալ չէ, երբ միտքը թափառում է կամ ցրված է։ Կենտրոնանալու անկարողությունը ցույց է տալիս, որ մտքի վրա կա սատանայական հարձակում։ Շատ մարդիկ են թույլ տալիս, որ իրենց մտքերը թափառեն, որովհետև իրենց մտավոր կյանքում երբեք չեն կիրառում կարգապահության կանոնները։ Հաճախ կենտրոնանալ չկարողացող մարդիկ իրենց համարում են մտավոր թերզարգացածներ։ Սակայն նման անընդունակությունը կարող է պայմանավորված լինել նրանով, որ մարդը տարիներ շարունակ իր միտքը պահել է բարձի թողի վիճակում։ Դա նաև կարող է օրգանիզմում որոշ վիտամինների պակասության հետևանք լինել։ B վիտամինը բարձրացնում է կենտրոնանալու կարողությունները, այնպես որ եթե խնդիրներ ունեք այս բնագավառում, ուրեմն մտածեք, արդյոք օգտագործում եք ճիշտ եւ սննդարար կերակուր։ Գերհոգնածությունը նույնպես կարող է բացասաբար ազդել կենտրոնացման վրա։ Ես զգացել եմ, որ երբ շատ եմ հոգնում, սատանան փորձում է հարձակվել մտքիս վրա, որովհետև նա գիտի, որ հենց այդ պահերին է իմ դիմադրությունը թուլանում։ Սատանան ուզում է, որ մենք մեզ մտավոր թերզարգացածներ համարենք, քանի որ այդ դեպքում մենք նրա դեմ ոչինչ չենք կարողանա նախաձեռնել։ Սատանան ցանկանում է, որ մենք պասիվություն ցուցաբերենք եւ ընդունենք այն ստերը, որ նա ուղղում է մեզ։ Մեր դուստրերից մեկը վաղ հասակում դժվարություններ ուներ մտքի կենտրոնացման բնագավառում։ Նա դժվարանում էր կարդալ, որովհետև կենտրոնանալու եւ հասկանալու կարողությունները փոխկապակցված են։ Շատ երեխաներ եւ նույնիսկ մեծահասակներ չեն հասկանում իրենց կարդացածը։ Նրանց աչքերը սահում են բառերի վրայով, բայց ուղեղները չեն ընկալում կարդացածը։ Հաճախ հասկացողության պակասը հանդիսանում է չկենտրոնանալու արդյունքը։ Իմ փորձից գիտեմ, որ կարող եմ Աստվածաշնչից կամ որևէ այլ գրքից մի ամբողջ գլուխ կարդալ ու հանկարծ հասկանալ, որ ընդհանրապես չեմ հիշում, թե ինչ էի կարդում։ Իսկ երբ ետ եմ գնում եւ կրկին կարդում եմ այդ գլուխը, թվում է, թե ես կարդում եմ միանգամայն նոր նյութ։ Այս ամենը պայմանավորված է նրանով, որ երբ աչքերս նայում էին բառերին, իմ միտքը թափառում էր չգիտես որտեղ, որովհետև ուշադրությունս չէի կենտրոնացրել, ուստի ես ոչինչ չհասկացա իմ կարդացածից։ Հաճախ ընկալման բացակայության իրական խնդիրը կայանում է ուշադրության բացակայության մեջ, ինչն էլ թափառող մտքի հետևանք է։ Վերջերս ես, Դեյվը ու եւս մեկ զույգ, ում հետ ընկերացել էինք Յուտայում, մեքենայով գնում էինք։ Ես եւ այդ զույգը միաժամանակ լսում ենք, թե ինչպես է Դեյվն ասում՝ առողջություն։ Մենք ծիծաղեցինք, երբ հասկացանք, որ թեև Դեյվը բարձրաձայն փռշտացել էր, բայց մեզնից ոչ ոք չէր լսել նրան, որովհետև բոլորս մտովի ինչ որտեղ էինք սլացել։ Ես ասացի՝ ներողություն, չլսեցի քեզ։ Ես Սեն Լուիի գրասենյակում էի։ Ետնամասում նստած տղամարդը ծիծաղեց ու ասաց. Ես Ֆլորիդայում էի գործերով։ Նրա կինը նույնպես ծիծաղեց եւ ասաց. իսկ ես Դալլասի իմ գրասենյակում որոշ իրավիճակներ էի շտկում։ Մի քանի ակնթարթում երեքս էլ մտովի գնացել էինք տարբեր ուղղություններով։ Դա ցույց տվեց մեզ, թե միտքն ինչպիսի արագությամբ կարող է շեղվել նրանից, ինչ կատարվում է իրականում։ Մենք ծիծաղեցինք, որովհետև Դեյվն իրեն առողջություն էր ասել, երբ մենք մտովի տեղում չէինք։ Դա ծիծաղելի էր, բայց եւ լուսաբանող, հասկանալու համար, թե ինչպես կարող ենք կորցնել մեր մտքի սթափ վիճակը, չկենտրոնանալով կատարվող բաների վրա։ Թափառող միտքը։ Զգույշ եղիր, մտովի կենտրոնացիր այն բանի վրա, թե ինչ ես անում։ Ժողովող 5:1 Amplified թարգմանությունից։ Զգույշ եղիր արտահայտությունը նշանակում է մի կորցրու հավասարակշռությունդ եւ ճանապարհիցդ մի շեղվիր։ Այսպիսով կարելի է ասել, որ ճանապարհից չշեղվելու համար հարկավոր է մտովի կենտրոնանալ այն բանի վրա, ինչ որ անում եք։ Կար ժամանակ, երբ իմ միտքը թափառում էր եւ ես ստիպված էի լինում նրան կարգ ու կանոնի բերել։ Դա հեշտ չէր եւ նույնիսկ հիմա մտքերս երբեմն թափառում են։ Երբ փորձում էի ավարտին հասցնել որևէ նախագիծ, հանկարծակի հասկանում էի, որ մտքերս մեկ այլ բանով են զբաղված, ինչը ոչ մի կերպ կապված չէ այդ նախագծի հետ։ Ես դեռ չեմ հասել կատարյալ կենտրոնացման գագաթնակետին, բայց գոնե հասկանում եմ, որ չպետք է թույլ տամ իմ մտքերին անել, ինչ ուզում են եւ երբ ուզում են։ Թափառել բառը Վեբստերի բառարանում բացատրվում է որպես աննպատակորեն շարժվել, գնալ զարտուղիով, շեղ ճանապարհով, շորորալ։ Ձեռնարկել ինչ-որ անկարգ գործողություններ կամ ուղղություն,
աննպատակ թափառել, անկապ մտածել կամ արտահայտվել, անհետևողական, կծկտուր։ Եթե իմ եւ ձեր մեջ ընդհանուր բաներ եք գտնում, ապա ձեզ մոտ էլ է պատահում, երբ եկեղեցական հավաքույթի ժամանակ քարոզ լսելիս հանկարծ գիտակցում եք, որ ձեր մտքերը գնացել են այլ ուղղությամբ։ Անցնում են վայրկյաններ եւ դուք հանկարծ թափվում ու հայտնաբերում եք, որ չեք հետևում քարոզչի ասածներին։ Թեպետ ձեր մարմինը եկեղեցում է, բայց մտովի դուք արդեն խանութում եք, տանը, զբաղված եք ընթրիք պատրաստելով եւ այլն։ Հիշեք, հոգեվոր պատերազմը տեղի է ունենում մտքում։ Միտքն է, որ սատանայի կողմից անդադար հարձակումների տակ է։ Նա շատ լավ գիտի, որ նույնիսկ եկեղեցի հաճախող մարդը քարոզից ոչ մի օգուտ չի ստանա, եթե նրա մտքերը զբաղված լինեն ոչ թե քարոզով, այլ ուրիշ բաներով։ Սատանան գիտի, որ մարդն ի վիճակի չէ որևէ գործ ավարտին հասցնելու, եթե նա իր ուղեղն ու միտքը չի կենտրոնացնում այն բանի վրա, ինչ անում է։ Թափառող մտքի այս երևույթն արտահայտվում է նաև զրույցի ընթացքում։ Երբեմն իմ ամուսին Դեյվը զրուցում է ինձ հետ, եւ ես որոշ ժամանակ ուշադիր լսում եմ նրան։ Սակայն հանկարծ գիտակցում եմ, որ իրականում նրա ասածներից ոչ մի բառ չեմ լսել։ Ինչու՞։ Որովհետև ես թույլ տվեցի իմ մտքերին շեղվել թեմայից։ Իմ մարմինը մնաց անշարժ, այդպիսով ցույց տալով, որ ես լսում եմ, այնինչ միտքս բացարձակապես ոչինչ չէր ընկալել։ Դա տևել է երկար տարիներ։ Ես ձևացնում էի, որ հաստատ գիտեմ, ինչի մասին է Դեյվը խոսում։ Այժմ ես ընդհատում եմ նրան եւ ասում. կարող ես ամեն բան սկզբից սկսել։ Ես ուշադիր չէի եւ քո ասածներից ոչ մի բան չլսեցի։ Այսպիսով, գոնե ես պայքարում եմ այդ խնդրի դեմ։ Միայն սեփական թերություններն ու սխալներն անկեղծորեն ընդունելով եւ դրանց դեմ պայքարելով մենք կկարողանանք հաղթանակ ունենալ։ Ես հասկացել եմ, որ եթե սատանան իր ջանքերը ներդնում է, որպեսզի ուշադրությունս շեղի, ուրեմն հաստատ ինչ-որ կարևոր բան է ասվում ինձ, որը ես պետք է լսեմ։ Այս բնագավառում պայքարի ձևերից մեկը հանդիսանում է քարոզների ձայներիզների ձեռքբերումը, որոնք առաջարկվում են տարբեր եկեղեցիների կողմից։ Եթե դուք դեռ չեք սովորել ինչպես կարգապահության մեջ պահել ձեր միտքը եւ ուշադիր լինել եկեղեցական հավաքույթների ժամանակ, ապա յուրաքանչյուր ծառայությունից հետո գնեք տվյալ հավաքույթի ձայնագրությունը եւ լսեք այնքան, որքան անհրաժեշտ է քարոզն ամբողջությամբ ընկալելու համար։ Սատանան ստիպված կլինի հանձնվել, երբ տեսնի, որ դուք մտադիր չեք հանձնվելու։ Հիշեք, սատանան ցանկանում է, որ դուք ձեզ մտավոր տհաս համարեք եւ ձեզ անլիարժեք զգաք, բայց ճշմարտությունն այն է, որ դուք պետք է սկսեք վերահսկել ձեր մտքերը։ Թույլ մի տվեք նրանց թափառել, անել, ինչ իրենք են ցանկանում։ Սկսեք կենտրոնացնել ձեր մտքերը նրա վրա, ինչ անում եք։ Մի որոշ ժամանակ ստիպված կլինեք ձեզ մարզել։ Հին սովորություններից ձերբազատվելու եւ նորը զարգացնելու համար հարկավոր է ժամանակ, որը լիովին արդարացնում է իրեն։ Մենք ապրում ենք ներկա ժամանակում, որն Աստծուց մեզ տրված մեծագույն պարգև է, բայց եթե ներկայի մեջ չենք գտնվում, մենք այն կորցնում ենք։ Հետաքրքրասեր, գուշակող միտքը։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով այս լեռանն ասի վեր կաց եւ ծովն ընկիր եւ չկասկածի իր սրտում, այլ հավատա, որ ինչ որ նա ասի կկատարվի, այն կկատարվի նրա համար։ Այդ պատճառով ես ասում եմ ձեզ, ինչ որ աղոթքում խնդրեք, հավատացեք, վստահեք եւ համարձակ եղեք, որ կտրվի ձեզ եւ դուք կստանաք, կունենաք դա։ Մարկոսի 11:23 եւ 24 խոսքեր, Amplified թարգմանությունից։ Որևէ իրավիճակի առջև կանգնելիս ես սկսել էի հաճախ ինքս ինձ ասել. հետաքրքիր է։ Օրինակ, հետաքրքիր է ինչպիսին է լինելու եղանակը վաղը։ Հետաքրքիր է ինչ զգեստ եմ հագնելու երեկոյան։ Հետաքրքիր է Դենին որդիս ինչ գնահատականներ կունենա այս կիսամյակում։ Հետաքրքիր է քանի մարդ կգա իմ սեմինարին։ Բառարանը հետաքրքրվել բառը բացատրում է որպես շփոթության կամ կասկածանքի զգացում, իսկ որպես բայ լցվել հետաքրքրությամբ կամ կասկածներով։ Ես այն եզրակացության եմ հանգել, որ ավելի լավ է պահպանել դրական տրամադրվածությունը, քան ամեն ժամանակ գուշակել այն, ինչ հնարավոր է երևակայել։ Դենիի գնահատականների մասին մտահոգվելու փոխարեն ես պետք է հավատամ, որ նրա մոտ ամեն բան լավ կլինի։ Երեկոյան զգեստ ընտրելու մասին երկար բարակ մտորելու փոխարեն հարկավոր է պարզապես որոշել ինչ հագնել։ Եղանակի կամ սեմինարի մասնակիցների մասին հոգ տանելու փոխարեն պետք է ամեն բան հանձնել Տիրոջը եւ վստահել, որ ինչ էլ տեղի ունենա, նա ամեն բան կհարթի։ Իգիտություն ձեզ, մեր որդի Դենին չէր սիրում դպրոցը եւ նրան դուր չէր գալիս, որ ես անդադար հետաքրքրվում էի նրա եւ նրա ապագայի մասին։
Կարծում եմ դուք կուրախանաք իմանալով, որ ներկայումս նա հանդիսանում է Ջոյս Մայերի ծառայությունների գլխավոր տնօրենը։ Ես զուր ժամանակ էի վատնել նրա մասին այդքան մտահոգվելով։ Աստված գիտեր նրա ապագան եւ ամեն բան պահում էր իր հսկողության տակ։ Ընդհանուր առմամբ հետաքրքրություն ունենալը նորմալ է, բայց եթե այն անցնում է իր չափերը, ապա մարդուն կարող է դարձնել անվճռական, իսկ անվճռականությունը կարող է առաջացնել շփոթություն։ Հետաքրքրությունը, անվճռականությունն ու շփոթությունը մարդուն կխանգարեն Աստծուց հավատքով ստանալ աղոթքների կամ կարիքների պատասխանները։ Ուշադրություն դարձրեք, որ Մարկոսի ավետարանի 11:23 եւ 24 խոսքերում Հիսուսը չասաց. «Եթե ինչ-որ բան խնդրեք աղոթքով, ապա գուշակեք, կստանաք թե ոչ»։ Ընդհակառակը նա ասաց. «Ամեն ինչ որ աղոթք անելով խնդրեք, հավատացեք, թե կառնեք»։ Որպես քրիստոնյաներ, որպես հավատացյալներ, մենք պետք է հավատանք, այլ ոչ թե կասկածենք։